Այս ուտեստը մեր ընտանիքի ֆավորիտն է։ Դուք էլ եք այն սիրում։ Եկեք միասին պատրաստենք։ Ես նախապես բիբարները կորիզից հեռացնում եմ, այնուհետև աղ եմ անում, որպեսզի ջուրը դուրս տա։ Նույնը վարվում եմ բադրջանի հետ, հեռացնում եմ կեղևը, նույնպես աղ եմ անելու եւ թողելու եմ, որպեսզի ջուրը դուրս տա։ Այդպես ձեթե քիչ է օգտագործվում։ Լոլիկը այսպես գծիկներ եմ անում, բոլորը, եւ վրան լցնելու եմ եռացրած ջուր, թողնելու եմ, որպեսզի այն կճեպից առանձնանա։ Ահա։ Իսկ մեր բիբարները եւ սմբուկը արդեն ջուրը տեսեք բավականին դուրս են տվել, այն հիմա կքամեմ եւ կտապակեմ բուսայուղում։ Իսկ այժմ լոլիկը բլենդելու եմ, դարձնելու եմ այսպես ջրիկ մասա, զանգված։ Շատ բուսայուղ չեմ լցնում, քանի որ սմբուկը եւ բիբարը իր մեջ բավականաչափ բուսայուղ են քաշել։ Տապակում ենք սոխը։ Ավելացնում եմ սխտորը։ Այնուհետև լոլիկի հյութը եւ սպասելու ենք, որպեսզի մի փոքր եփվի։ Մի փոքր աղ ենք անում, շատ չենք անում, ինչու որովհետեւ սմբուկը եւ բիբարը արդեն իսկ աղ ենք ցանել նախապես։ Վերջ, մեր լոլիկով հյուսը պատրաստ է, իսկ հիմա խառնում ենք այս ամենը իրար։ Ամենավերջում կավելացնենք կանաչին։ Վերջ, սիրելիներս, ուտեստը պատրաստ է։ Իդեպ ասեմ, որ տատիկս այն անվանում էր Իման Բայալդի։ Չգիտեմ, ինչպես է այն ձեզ հայտնի եւ ինչպես եք այն անվանում, շատ ուրախ կլինեի մեկնաբանություններում կիսվեիք։ Իսկ ձեզ լավ օր եմ մաղթում։ Կտեսնվենք, սիրելիներս։